Փողկապով, բայց ոչ պաշտոնական։ Ռոստելեկոմի գլխավոր տնօրենի այս տարվա վերջին հանդիպումն է լրագրողների հետ։ Ընկերությունը ամփոփում է 2014-ը։ 26,000 բաժանորդ, ծառայությունների հասանելիություն Հայաստանի 19 քաղաքներում, 26 վաճառքի և սպասարկման սրահներ։ Ռոստելեկոմը հայաստանյան միակ օպերատորն էր, որի մուտքը շուկա մարզերից էր։ Այժմ ընկերության կառուցած 40 գիգաբիտ վայրկյան արագությամբ շղթային երևանյան բաժանորդներին ապահովում է անխափան և գերարագ ինտերնետով։ Բարելավել ենք մեր զանգերի կենտրոնի աշխատանքի որակը, մասնավորապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ցանկացած զանգ, նույնիսկ ամենածառնաբեռնված ժամին անպատասխան չի մնում։ 2014-ին ընկերությունը իրականացրել է շուրջ 3 միլիարդ դրամի ներդրումներ։ Մարդիկ սկսում են ավելի ծանր բովանդակություն օգտագործել։ Այդ նպատակով ընկերությունը շարունակում է տեղայնացնել տարբեր խոշոր ինտերնետ հսկաների սերվերները։ Ընկերության բաժանորդները արդեն Mail.ru-ից և Google-ից օգտվում են կրկնակի արագ։ Բաժանորդի հարցումը չի հասնում դեպի օտարերկրյա հանգույցում տեղակայված սերվեր, այլ անմիջապես մեր հանգույցներում տեղակայված սերվերի հետ կապ հաստատում։ Կատարվածն ամփոփելուց բացի Ռոստելեկոմը մեկնարկեց ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների ամենամյա մրցույթը։ Գլխավոր մրցանակակիրը 2015-ի աշնանը կմեկնի Չինաստան Huawei ընկերության գլխամաս։ Հնարավորություն է շփվել տարբեր ֆուտուրոլոգների հետ, լինել աշխարհահռչակ ընկերություններում, ծանոթանալ նրանց աշխատանքին։ Այցի ընթացքում մասնակիցները առաջին ձեռքից կիմանան, ինչ է սպասվում տեխնո ապագայում։ Ընկերությունը 2015-ին էլ շարունակելու է հանրային այգիներն ու կրթական հաստատությունները ապահովել Wi-Fi անլար կապով։ Հայկ Հյասատրյան, Նարեկ Գալստյան, Armnews։